Հեսա տեսնեմ մի հատ իրանցից լուր չկա, Եկեք սպասում ենք։ Ինչքան ինչ ուզում ալի, մենք անընդհատ պայքարելու ենք գնալու ենք, անպայման այս հարցը լուծելու ենք, մենք չենք թույլ տալու, մենք այդ այստեղ կանգնած բոլորը ես կարող եք ցանկացածին հարցնել, ոչ մի մարդ այստեղ հետ չի կանգնելու, մենք բոլորս այս երկրում ենք ապրում, այս մեր երկիրն է ու այս երկրի համար մենք պայքարելու ենք, այս արվեստանոցի համար մենք պայքարելու ենք, եւ չի լինելու տենց, որ մենք արվեստանոցը ձեռքերներս ծալենք, զիջենք, ասենք դե սենց կամ դե հենց, ոչ, մեզ համար չկան ինչ-որ բաներ սենց կաղապարներ։ Այստեղ ես կոլեկտիվ չեմ տեսնում եմ օրինակ Հրաչ Համբարձումյանին, սա կոլեկտիվ չի, սա Հրաչի համախոհներն են։ Կոլեկտիվը ես եմ, տեղակալն եմ, որ եկել է, հաշվապահն է, դա է կոլեկտիվը։ Կոլեկտիվ չեն նաև սաները, ովքեր եկել են, ներկայիս ու նախկին սաները։ Նախկին սաները այլևս կոլեկտիվ չեն, ներկա սաները 2-3 երեխա աշխատում են։ Այնտեղ էլ կան երեխաներ։ Սաները կոլեկտիվ չի, սաները։ Սաները կենտրոնի համար ցավող մարդիկ են։ Սաներն է կենտրոնի համար ցավում, մեր սիրտը կենտրոնի համար չի ցավում, սաների սիրտը ցավում, հա։ Ցավում է դրա համար։ Իսկ սաների իրավունքները ով է սահմանափակել։ Ցավում է դրա համար է։ Նրանց լավագույն տարածք են առաջարկել։ Որտեղ են առաջարկել։ Գնանք տեսնենք, եթե ուզում եք։ Տեղը կասեք, Գնանք տեսնենք կողքի շենքումը, Հասեն Սարյան 29-ը։ Իսկ այստեղ ինչ է լինելու փոխարենը։ Առայժմ որոշված չի։ Կնորոք են կվերջացնենք, երևա ինչ է լինելու։ Ինչ հաստատություններ ներսում Մեր գույքն է, World Vision-ի հետ պայմանագիր ունեինք, վերջացավ պայմանագիրը, հիվանդ երեխաների համար, խաղալիքներ պատրաստելու համար, գույքը տվել էինք, իրանց լաբորատորիայում սարքում էին։ Հիմա պայմանագիրը վերջացավ, մենք հարմար ենք գտել այստեղ դնելու, այստեղ ենք դրել, ինչ կա դրա մեջ, դուք դրա մեջ կրիմինալ տեսնում եք որևէ։ Փայտի վերամշակման փոքրիկ Փայտ չի միայն։ Կահույքի։ Այդ հաստոցները մետաղի մշակման են, փայտի վերամշակման են եւ վերստակներ են ընդհանրապես։ Իսկ եթե վերանորոգվելու է, պետք է դատարկվի, ոչ թե բեր։ Դուք ով եք։ Սովորեն եք, ուրեմն բարի եղեք լռել։ Թող իրենց հարցերը տան, խոսենք։ Ուսանողին հարց չի տրվել։ Ուրիշ։ Այսինքն ուսանողին հարց։ Ուսանողը իրավունք չունի հարց տալ ձեզ։ Բայց ուսանողը այստեղ ինչ գործ ունի։ Այստեղ 6 տարեկանից 16 տարեկաների երեխաները պիտի սովորեն։ Նախկին ուսանողը։ Նախկին ուսանողը թող այցելի իր ուսուցչին։ Բորբոքված չեն բոլորովին։ Այսինքն դուք բացառում եք այստեղ արհեստանոց։ Դուք եք հարց տվել, չվերջացնեմ պատասխանել։ Ներողություն, տիկին, դուք բացառում եք այստեղ արհեստանոց սարքելը, թե։ Չեմ բացառում։ Փայտի վերամշակման կենտրոն։ Վերամշակման չի կարող լինել։ Միայն կարող է արհեստանոց լինի, որը մեր սաների, տումբաները, մոլբերտները, պատրամնիկները, ռամկաները եւ մնացած կարևոր պիտույքները կարող է նորոգենք, պատրաստենք։ Տիկին, իսկ ինչու այդ նոր տարածքում, որտեղ դեմ է այս անձնակազմը, փոխվելու նոր տարածքում չեք։ Նորը, որ երեխաները երեխաները լավ պայմաններում աշխատեն, մաքուր պայմաններում, ջեռուցվող տարածքում։ Դուք ասում եք, որ չկա, չէ՞։ Դուք եք ոտից գլուխ ինձ մի վիրավորեք, հարգելի։ Դու իրավունք ունես վիրավորելու, ես ոչ։ Ոչ, դուք եք փորձում սարքել անձնական վիրավորական դաշտ, այստեղ վիրավորական դաշտ չի։ Երեք երեխան Խոսքը գնում է արվեստանոցը պահպանելու մասին, որտեղ 14 երեխա այսօր գալիս է հաճախում, հա։ Ցույց տուր 14 երեխա հիմա այնտեղ անուններն աստ եղել երեխեքն են։ Անունով չեն երեխային ցույց տալիս։ Մուծած չեք, 10 երեխա, այս ամիսը 4 երեխա ավելացել է։ Ես քանի անգամ եկել եմ 3 հոգի այստեղ աշխատեք կամ 5 հոգի։ Որդի սենյակում կանգնած են, եկեք տեսեք, ես անունը 6 հոգի մենակ ստեղ։ Ես քեզ ճանաչում եմ։ Ես քեզ ճանաչում եմ, դու էստեղի սաներ ես։ Մենակ 7 հոգի պարապում են։ լսեցիք Շաբաթօրը։ Լսեցիք։ Սա ով է խոսում, ես եմ պատասխանում։ Հրաչ դե այսքան մարդը որ բերել ես դաս տվածել կլնես, որ ինչ պատասխան։ Դա տենց կարելի ասել։ Իհարկե կարելի է։ Դուք ով եք դուք։ Ես քաղաքացի եմ։ Դու ինչ իրավունք ունես կարգադրես մեր։ Որտեվ սա, ես տեղ սովորել եմ, ես տեղ ձևավորվել եմ։ Ես այցելել եմ ստեղ։ Լավ չես ձևավորել։ Ես 6 տարի ստեղ եմ եկել։
Ուրեմն մեր զբաղվում է զարգացմամբ։ մնացել ձևավորումը։ Բերել են հաստոցները դրել են, ինչի համար։ Չեն կարած էլ հարցերը լուծել։ Դաստիարակությունը տղա ջան, կիսատ է Ես մնացել։ իմ դաստիարակությունից մի խոսացեք, դուք Ինչու՞։ ինքներդ անդաստիարակ եք։ Դուք շատ անդաստիարակ եք։ Բերում Բայց դուք ով ես որ արվեստանոցում։ ասես հաստոցը այստեղից տանենք, սա կենտրոնի գույքն է, որտեղ ուզենա Սա կարող է գույք գործող լինի։ արվեստանոց է։ Էլի գործող է Բայց խանգարում։ չի կարելի ստեղ դնել ես Այստեղ հաստոցները։ դրված հաստոցը քեզ խանգարում է։ Սա տարածքում հաստոցներ է ստեղ դրած։ Դուք փոխանակ Ստեղ սաղ տարածքում հաստոցներ է դրած։ Չէի կարա մինչև այդ ձեր հարցերը պարզեի։ Եթե խնդիրներ մեր կար, հարցերը ինչի բերան պարզված գործող է։ արվեստանոցում, որը որ ստեղ տրադիցիա ունի։ Ազատված է աշխատանքից վերջ։ Մնացածը դիմեք Տնօրինությունը գեներալի պետք է փոխվի։ Իրանք չեն հասկանում։ Հայ անձնավորում եք այդ խնդիրը։ Ասում եք հարցերը Դուք անձնավորեցիք, մենք Հրաչի ինչ կապ ունի արվեստանոցը վերածում եք բանի արտադրամասի։ Սա Էնիկը Հենց նոր դուք ասացիք, որ հարցերը լուծված են, հրաշքն ազատված է աշխատանքից։ Այսինքն անձի Փաստն է մարտանագրում։ Դա վերջն է, այդ բոլոր process-ի վերջն է։ Ոչ, մենք ուժի դասկոսեն վերջանա, սա մեր արվեստանոցն է, որը 30 տարի Մեր ասելով ինչ նկատի ունեք։ մեր ազգի հայ ազգի, հայ հասարակության, ոչ թե Լևոն Իգիցյանի սրահն ասա։ Ազգին վնաս չի հասցվում։ Ոնց չի Ամբողջ գեղագիտության կենտրոնը կոչված է երեխաներին դաստիարակելու եւ արվեստի կրթություն տալու։ Լիքը սենյակներ հիմա չեն գործում եւ մյուսն էլ էս ա լինելու։ Դրա համար էլ Հայաստանում հավաքել է։ Չի տա, այս 15 տարի ձեր չարած ռեմոնտն է, հիմա ցույց տա թե ես ինչ եմ արել։ Ոչ, ես արել եմ ռեմոնտ, դուք չեք արել։ Եվ հիմա ստից ասում եք թե իբր ռեմոնտ եք անում, որից հանեք, մյուս տարածքների նման գցեք այս օրը։ Այստեղ պայքարը գնում է այս մշակութային կրթօջախը պահելու համար հարգելիս։ Եվ եթե դուք էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք եւ սրտացավ եք այս ամեն, կարծում եմ որ դուք էլ պիտի Դե հրաչ, վերջին անգամ ասեմ, մշակույթի կենտրոնը մի քիչ շատ ուրած վիճակով ես ասում, սա ընդամենը դասասենյակ արվեստանոցը, ձեր համար դասասենյակ։ Ոչ կոմպետենտ մարդիկ են ստեղ ղեկավարը։ Ոչ միտեղ չի դասասենյակ։ Լևոն Իգիցյանի հրաժարականն է։ Այո, Լևոն Իգիցյանը իր տեղում չէ։ 5 ես ստանում։ Լևոն Իգիցյանի հրաժարականն է։ Ակցիան մենք անում ենք, որ Լևոն Իգիցյանի նման ապաշնոր մտավորականները այս չիմանան թե այս երկիրը իրանցն է։ Ու մենք ցույց ենք տալի, որ էսի մերն է ու մենք ստե ինչ ուզենք կանենք, որովհետեւ պահպանելու համար այս արվեստանոցը տվեք։ Խոսելով արեք, ինձ ասացիք ակցիաների Սրանք հեռու դրեք։ Այս Սրանք հեռու։ Այս ակցիան է նրա համար, որ Լևոն Իգիցյանը չիմանա թե ինքը այս երկրում խանա կամ ես ինչ-որ մի հատ բռնակալ է։ Ստե այս եթե այս ազգային կենտրոնը ուրեմն պատկանում է ազգին, դրա համար ազգը հիմա պիտի տերկայրի իր կենտրոնին։ Ամոթ Իգիցյանին, ամոթ։